ուրախ եղեք, միշտ ուրախ եղեք, ասում է Պողոս Առաքյալը։ Միշտ ուրախ լինում են երկնքի արքայության մեջ, հավիտենական կյանքում, անանց ուրախություն ենք ասում, անանց ինչու ենք ասում, չանցնող, չանհետացող, չնվազող, չթուլացող ուրախություն, լիացած ուրախություն։ Սուրբ Գրիգոր Տաթևացին մեկնելով Տիրոջ խոսքը ասում է. «Եվ արդարները կմտնեն երկնքի արքայություն»։ Կմտնեն, այսինքն կներգրավվեն, կընկղվեն երկնքի արքայության մեջ։ Իրականում երկնքի արքայություն նախ մեր մեջ է մտնում, ինչպես մեր Տերն ավետարանում ասում է, երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Հետո մենք ենք մտնում երկնքի արքայության մեջ, ներսից դրսից ուրախություն է լինում։ Այսպիսի սքանչելի հրաշալի ուրախություն կա երկնքի արքայության մեջ, որտեղ բոլոր վիշտը, ցավը, նեղությունը հեռացած են, վերացած են, բոլոր արցունքները սրբված են աչքերից, բոլոր նեղություններն ու վշտերը հեռացած են։ Հիմա այս բոլոր գեղեցիկ խոսքերից հետո մենք վերադառնում ենք մեկ իրական աշխարհ։ Տեսնում ենք, որ մեզ համար ոնց որ անհասանելի լինի ուրախությունը, կամ եւ ոչ միայն անհասանելի, անհասկանալի, անիմանալի, անճարելի, հա։ Եվ մենք սկսում ենք ուրախություն փնտրել աշխարհիկ բաների մեջ, հա, չոր երեկույթների, հավաքների, սա հələ դրական կամ անմեղ ուրախություններ են, համերգներ, երեկույթներ, խաղեր, չգիտեմ ինչեր։ Այսպիսի բաների մեջ ենք մենք ուզում ուրախություն ու մխիթարություն փնտրել։ Մարդիկ դրանով չեն բավարարում, մեղքի մեջ են ուզում ուրախություն փնտրել, հա, մխիթարությունը ծխախոտի մեջ եւ ուրիշ մեղքերի մեջ են ուզում տեսնել, խմիչքի, հաշիշի եւ մյուս մեղքերի մեջ ուզում են մխիթարություն փնտրել։ Տեսեք, որքան մենք հեռացանք իրական աղբյուրից։ Ինչու ենք մենք աշխարհիկ իրողությունների մեջ ուրախություն փնտրում։ Որտեւ մեզ թվում է, թե այդպիսով հեշտությամբ ուրախություն ձեռք կբերենք, բայց դա ուրախություն չէ։ Մեզ թվում է, թե դրա մեջ է ուրախությունը, որտեւ դա հասանելի է մեզ, հասկանալի է մեզ, երաժշտություն լսել, համերգի գնալ, խոսել, զրուցել, հա։ Սա անմեղ ես ուրախություններն եմ ասում, կան մեղավոր ուրախություններ, բայց իրական ուրախությունը լրիվ ուրիշ որակ ունի, աշխարհիկ բովանդակություն չունի, խորը հոգևոր երջանկություն է, ապրում է, որակական, էական տարբերություն ունի հոգևոր ուրախությունը։ Պողոս Առաքյալը, որ ասում է միշտ ուրախ եղեք, Քրիստոսով ուրախ եղեք, Աստծով ուրախ եղեք, աղոթքով ուրախ եղեք, Աստված պաշտությամբ ուրախ եղեք, պատվիրանապահությամբ, առաքինություններով ուրախ եղեք։ Այս սա է ուզում ասել, որ երբ որ դու ձեռք ես բերում իրական ուրախությունը եւ քո մեջ իրական ուրախության ճաշակ է ձևավորվում, քո հոգին քաղցր մեղրն է ճաշակում, շաքարավազը քեզ հաճելի չի։ Իրական քաղցրություն, երբ որ դու ճաշակում ես, հասկանում ես իրական ուրախությունը, այն մյուս աշխարհիկ ուրախությունները քեզ այլևս հաճելի չեն, դու չես ուզում դրանք ճաշակես, որտեղ դրանք քաղցր չեն, դու իրական քաղցրությունն ես ճաշակել, դրանք քեզ այլևս քաղցր չեն, հաճելի չեն, դու իրական մխիթարություն ու սփոփանք ես ստացել Սուրբ Հոգով, դու ծխախոտը ծխելով չես ուրախա, չես մխիթարում, ասում մի քիչ ծխեմ հանգստանամ, ծխախոտ ծխելով չեն հանգստանում, անհանգստանում են, բայց աղոթելով խաղաղվում են, ուրախանում ես, հանդարտվում ես։ Ուրեմն, որպեսզի մենք իրական ուրախություն ու մխիթարություն գտնենք, մենք պետք է հասնենք
հասանելի դարձնենք, մենք պետք է մեր մոտ իրական հոգև ուրախության ճաշակ ձևավորենք, իսկ դա լինում է աղոթելով։ Նախ սովորում ենք աղոթել, հետո սկսում ենք աղոթել, աղոթելն էլ մեզ սովորեցնում է աղոթել։ Կարգ ու կանոնով, առաքինություններով, աղոթքով, ծոմապահությամբ, մարդասիրությամբ, երկայնամտությամբ, հա։ Երբ որ մենք կտրվում ենք այս աշխարհիկ ուրախության ակունքից, հրաժարվում ենք, հեռացնում ենք մեզանից, չենք ուզում իրական ուրախությունը գտնել աշխարհում, այլ Քրիստոսի մեջ ենք ուզում գտնել իրական ուրախություն։ Այն ժամանակ Սուրբ Հոգին մեզ տալիս է։ Եվ մենք ճաշակում ենք այդ քաղցրությունը, եւ այդ քաղցրությունը ինքը զմայլանք է ուղղակի, երջանկությունը, սերը, հավիտենականությունը, իմաստությունը։ Տեսեք, Պողոս առաքյալը հետաքրքիր մի խոսք ունի, ասում է. մեզանից առաջ գնացած արդարներն ու սուրբերը դերևս կատարյալ ուրախության չեն հասել։ Ինչու՞։ Որովհետև մենք ուրախ չենք, իրենք էլ չեն կարող ուրախ լինել։ Մենք պատերազմում ենք, իրենք դերևս չեն կարող կատարյալ հաղթանակած լինել։ Այո, նրանք կոչվում են հաղթանակած եկեղեցի, մենք կոչվում ենք պատերազմող եկեղեցի, բայց հաղթանակած եկեղեցին պատերազմող եկեղեցու կողքին է, մեզ օգնում է, մեզ աջակցում է, մեր տխրությունը իրենց ուրախությամբ ենք մենք լցնում, իսկ մեր ուրախությունը, իրենց տխրությունը մեր ուրախությանը օգնում է, որտեղ իրենք տխրում են, տրտմում են, մեզ համար աղոթում են, իրենք հաղթանակած են, բայց երբ որ խնդրում ենք իրենց բարեխոսությունը, մեզ հասնում են, օգնում են, որպես մենք շատ չտխրենք, մենք էլ ուրախանանք, մենք էլ մխիթարվենք սուրբերի հաղթանակով, մենք էլ փորձենք նմանվել սուրբերին ու արդարներին, որ երկնքի արքայության մեջ են, որպեսզի հավիտենական կյանքում ամբողջական եւ կատարյալ ուրախություն լինի։ Պողոս առաքյալի խոսքերը հենց դրա մասին են։ Ուրախ եղեք, միշտ ուրախ եղեք, որ հավիտենապես ուրախ լինեք։